10-ին լարված դիրքեր են, բայց դրանից առաջ հունիսի 9-ին լուսնթագը եւ Արուսակը, Վեներան եւ Յուպիտերը կրկին միանալու են Խեցգետնի կենդանակերպում, իսկ ինչն էր հետաքրքիր, որ Լուսինը օգոստոսի 11-ին ձկներում է եղել, տեսեք Վեներան, Յուպիտերը այստեղ, Լուսինը ձկներում։ Հիմա էլ հենց այդ օրը ամսինի միջև կեսօր, առավոտվա ժամերին Վեներան, Յուպիտերը միանալու են Խեցգետնում, Լուսինը ձկներում։ Բացառիկ, այո, եւ հենց այդ օրը բարենպաստ է ամուսնությունը կնքելու։ Գիշերը որ ժամերին կարելի է տեսնել, հատկապես վառ։ 8-ի երեկո կլինի։ 8-ի երեկո, հունիսի 8-ի երեկո։ Հա։ Մի խոսքով մեր հետևորդներին ասենք, որ հունիսի 8-ի երեկոից սկսած կարելի է մեր գլուխը հառել երկինք եւ տեսնել շատ հետաքրքիր 7-ին 8-ին Վեներան կմորենա։ Հրավառություն։ Այո, երկու բարեկեցության մոլորակներ, նրանք ովքեր ցանկանում են իրենց ամուսնությունը գրանցել, կարծեմ 3 շաբթի եթե նպաստավոր օր է ամուսնության գրանցել։ Անպայման դրա համար եմ ասում, մանավանդ եթե ջրի եւ հողի ազդեցության տակ են ծնվել մեր հետևորդները, բայց երբեք նրանք չեն իմանա, դա արևով է, հնարավոր լուսինն է հենց գտնում այդտեղ, կնունկ, ծնունդ, ուրախություն, աղոթքների համար է բարենպաստ, մեղքերի թողության համար եւ ի վերջո գնեք բնակարան բացառիկ բարենպաստ դիրքերով այսպիսի բան պատահաբար մտքովս անցավ Մի հատ էլ օրերը շեշտենք հունիսի 9-ը մանավանդ առավոտյան ժամերին լուսինը լինելու է ձկներում, հետո կանցնի խոյ, միևնույն է այն օգնելու է, բայց ցանկալի է, եթե ամուսնության գրանցման համար է, հենց առավոտ 8:30-ին, եթե բարձվում է, եթե on-line է ստորագրությունը դրում եւ այլն։ Ընտիր հրաշալի բան։ Հրաշալի օր է, հրաշալի։ Համեցեք կենդանակերպի նշանները, խնդրում եմ հանգամանորեն եւ յուրաքանչյուրին անդրադառնանք։ Սիրով խոսելով Վեներա Յուպիտերի միացման մասին, ցանկանում եմ ներկայացնել կենդանակերպերի այդ զույգերը, թե նրանք ինչ կարող են անել այդ ժամանակահատվածում եւ մի քանի օր է հունիսի 30-ից Յուպիտերը կանցնի արդեն իսկ առուծի կենդանակերպ, բայց հենց այդ ժամանակահատվածը շատ կարևոր է։ Ներկայացնում եմ ընդհանուր աստղաբանության տեսանկյունից, բայց միևնույն է այն մոլորակային դիրքերը մեծ ազդեցություն են ունենալու։ Վեներա Յուպիտեր միացումը խեցգետիների համար շատ կարևոր է լինելու էսթետիկ միջամտություն եւ դրանից առաջ մենք բարենպաստ օրեր ունենք, ես կարող եմ այդ օրերը նշել, ահա հունիսի 5-ը 6-ը ամենաբարենպաստ